Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն Տիկին Մանասյան զեկույցի համար, նախ կուզենայի ավելի շուտ թույլ տվեք վստահություն հայտնել, որ կարծում եմ այդ 3000 դիմումների աճը ոչ թե դեպքերի քանակի աճ է, այլ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ վստահության աճ է, որը նաև պայմանավորված է ձեր գործունեությամբ, բայց այս մասով կուզենայի նաև հարցնել իհարկե չեմ պատկերացնում, թե ոնց պետք է լինի այդ տվյալները կամ այդ ուսումնասիրություն, բայց ունեք մոտ ինչ-որ տիպի ուսումնասիրություն, որը այս հարցը կպարզեր, էլի, այսինքն իրականում դեպքերի աճը, թե իրական վստահության աճը, որտեղ ես շատ ավելի հակված եմ ենթադրելու, որ սա վստահության աճ է։ Գործադուլների հետ կապված կուզեի նկատառում անեի, երբ որ ասում եք աշխատողների իրավունքները, գործադուլ իրականացնելու եւ այլն, կարծում եմ այստեղ շատ նաև հիմնական խնդիր ու պատճառը այն, որ արհմիությունները կամ բացակայում են, կամ իմ իմացած արհմիությունները, առնվազն իմ տեսած արհմիությունները գտնում են ուղիղ տնօրենի ազդեցության տակ, այդ թվում այդ արհմիության բյուջեն եւ ոչ միայն բյուջեն, այլև արհմիության գործողությունները եւ այլն կարող է իրավական առումով ոչ իրավական առումով տնօրենի ազդեցության գոտում են եւ անհասկանալի է թե ինչպես պիտի օրինակ արհմիությունը աշխատակցի իրավունքներով զբաղվի տնօրենի կողմից օրինակ ոտնահարված, եթե տնօրենի ազդեցության տակ է գտնվում այդ միությունը։ Իսկ նրանք դառնում են կամ անիմաստ, կամ էլ պետք է ինչ-որ ձև ավելի վերահսկվի կամ ես հետո կարևոր մի հատ փոխանցելու բան եմ, բայց մինչև այդ դիտարկումներն եմ անում, եթե թույլ կտակ։ Իսկ ատելության խոսքի հետ կապված իրական ընտրությունների մոտեցմամբ այդ խոսքերը շատ ավելի խստանալու են եւ այստեղ մենք բոլորս անելիք ունենք, բայց շատ կարևոր է այստեղ մի ուրիշ բան էլ ուշադրություն դարձնել, շատ հաճախ որոշակի կարգավիճակներ, որոնք իրականում կապ չունեն օրինակ անմեղ սունակության կամ մեղմացուցիչ հանգամանք լինելու եւ այլն, օրինակ կին, մայր եւ այլն, երբ որ դրանք օգտագործվում են մարդուն պաշտպանելու համար, այդ դուռը երկուստեք է բացվում եւ նույն կարգավիճակը արդեն սկսում է օգտագործվել նաեւ թիրախավորման համար, էլի ես այդ ամեն ինչը երևում է, այդ ամեն ինչը տեսանելի է եւ պետք է մաքսիմալ այստեղ կոչ անել, որ զգույշ լինեն նման կարգավիճակները դարձնելու շահարկման առարկա, որտեղ երբ որ շահարկվում է ինքը երկուստեք է, մի կողմից պաշտպանվող է դառնում, մի կողմից թիրախավորվող է դառնում ու այնտեղ որտեղ կապ չունեն այս կարգավիճակները պետք է մաքսիմալ բան լինել եւ օգտվելով արդից նաեւ քանի որ ազգային ժողովում առիթ չեղավ, ես այդ առումով խոսեի հայտնի ձայնագրության ժամանակ, երբ որ իրենց ակցիաների մասնակիցներին վատ բառերով անվանարկում են հայտնի ուժը, այնտեղ նաև օգտագործվում է բոշա տերմինը, որը էթնիկ խումբ է, առնվազն Հայաստանում այս պահին գոյություն ունեն նմանատիպ նման էթնիկ խմբեր, եւ այստեղ էլ կուզենայի կոչ անենք, որ չօգտագործվի, չնայած շատ է արվում դա Հայաստանում պրոբլեմա էթնիկ խմբերը որպես վիրավորանք օգտագործելու բանը, ուզում ասեմ եւս մեկ անգամ հանդիպեցինք, բայց բացի դրանից ինչի մասն է ես շատ ավելի այտենց ուզում ձեզ հայտնել, չգիտեմ դուք տեղեկացված եք թե չէ, բայց Telegram-ում եւ TikTok-ում շատ մեծ թափ է հավաքում կազմակերպված բուլինգի, հետապնդման եւ հետամտման դեպքերը, ինչ եմ ասում կազմակերպված Telegram-ում եւ TikTok-ում բացվում են հատուկ խմբեր, որը օգտագործվում է կոնկրետ անձանց թիրախավորելու, բուլինգի ենթարկելու, հետամտելու, նույնիսկ հետապնդելու, օրինակ ասենք դրվում է ինչ-որ մարդու մասին ինֆորմացիա, դրվում է հեռախոսը, կոչ է արվում զանգել ու սկսել նման դեպքով ես իհարկե հայտնել եմ ներքին գործերի նախարարության եւ հիմա զբաղվում են կոնկրետ այդ դեպքով, ձեզ էլ կփոխանցեմ այդ դեպքի տվյալները դպրոցում տեղի ունեցած, շատ ավելի մանրամասն հիմա չեմ ասի, որպեսզի էլի չթիրախավորեմ, բայց ուղիղ կազմակերպված հետապնդման ու հետամտման բանակում հատկապես կանանց նկատմամբ այդ խմբերն էլ կարող եմ ձեզ փոխանցել, իհարկե նախորդ ներողություն խնդրելով այդտեղ եղած լեքսիկոն եւ բառամթերքի համար, բայց պետք է կարծում եմ այս մասով մենք բոլորս սկսենք զբաղվել, որտեղ դա կարա շատ անդառնալի հետևանքների վերջում հասցնի, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Պարսիլյան, փորձեմ հերթով հարցերին անդրադառնալ, նախ դիմումների քանակի աճի տեսանկյունից, որոշակի վերլուծություններ իրականում փորձել ենք իրականացնել, հաշվի առնելով հատկապես օրինակ որ պահերին, որ հարցերի հետ կապված դիմում բողոքներն են ավելի շատացել, ինչ տրամաբանությամբ իրադարձություններ են Հայաստանում տեղի ունեցել եւ այլն։
Հիմնականում հետևյալ տենդենսներն են նկատվում, նախ եթե որևէ հարցի հետ կապված որևէ քաղաքացի կամ քաղաքացիների խումբ հարցի լուծում է ստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործողությունների արդյունքում, մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում, մենք անմիջապես աճ ենք ունենում նույն հարցի հետ կապված մի շարք այլ քաղաքացիների կամ քաղաքացիների խմբերի կողմից դիմումների, սա միանշանակ տենդենս է։ Երկրորդը, ես ինքս շատ ակտիվ եմ այցեր իրականացնելու առումով եւ այն վայրեր, որտեղ ունենում ենք այցեր, դրանից անմիջապես հետո դարձյալ էլի ունենում ենք աննախադեպ աճ դիմում բողոքների ստացման, որովհետեւ հատկապես օրինակ եթե ոչ թե խոսենք փակ հաստատությունների բարեկայում էլ է իհարկե նույնը, բայց եթե խոսենք հատկապես տարբեր գյուղական բնակավայրերի մասին, որտեղ իրազեկվածությունը, հասանելիությունը ընդհանրապես նման կառուցակարգերին շատ փոքր է, երբ որ գնում ենք մարդկանց հետ ունենում ենք հաղորդակցություն, իրենք անմիջապես սկսում են դիմել հաստատությանը, այս առումով էլ կա աճ։ Երկրորդը համակարգային դեպքերն են, երբ օրինակ մի այսպես համակարգային խնդիր է հայտ գալիս, որի առնչությամբ մեզ օրինակ սկսում է դիմել ոչ թե մի քաղաքացի, այլ դիմում են շատ մեծ թվով քաղաքացիներ, օրինակ կրթության նախարարության հետ կապված հրամանի վերաբերյալ ու արդյունքում ստեղծված իրավիճակի հետ կապված մենք շղթայական դիմումներ ենք ունեցել, այսինքն անմիջապես օրինակ 1, 2, 3 քաղաքացի դիմել է, հետո դրանից հետո տարբեր այլ դերակատարների, քաղաքասարակության գործընկերներից ենք սկսել դիմումներ ստանալ քաղաքացիներից ու երբ որ խնդիրը օրինակ ես տեսակետ եմ արտահայտվում հատկապես հրապարակային եղանակով հարցի հետ կապված, նույնիսկ եթե կարգավորումները դեռևս չեն փոխվել, նորից սկսում են անընդհատ քաղաքացիները դիմել Եվ հաջորդ պատճառներից մեկը նաև այդպես ավելի մեծ հանրային իրադարձություններն են, հա, օրինակ եթե հավաքներ են տեղի ունենում, շատ մեծ հավանականություն կա, որ մեծ հավաքի պարագայում շատ մեծ է լինելու թիվը քաղաքացիների կողմից մեզ ուղղող դիմում բողոքների եւ այլն, այսինքն ընդհանուր առմամբ իրավիճակը սա է, բայց իհարկե կարող են լինել նաև այլ պատճառներ, ուղղակի այն տենդենսները հիմնական, որ մենք ենք այդ թվում նկատել վերլուծությունների արդյունքում, հենց սա է։ Գործադուլի իրավունքի առումով միանշանակ համամիտ եմ նաև ձեր մտքի հետ, բայց ուզում եմ ավելացնել, որ դա չէ միակ պատճառը, պատճառը Հայաստանում գործող նաև շատ խիստ կարգավորումներն են, որոնք միգուցե այլ երկրներում, այն երկրներում, որտեղ գործադուլի մշակույթն է պատշաճ, որտեղ նաև պետական մարմինները գործադուլներն են պատկերացնում, որ սա քաղաքացու իրավունք է եւ նա հնարավորություն պետք է ունենա դա իրացնելու, Հայաստանում այնքան խիստ են այդ կարգավորումները, որ իրավաչափ եղանակով գրեթե անհնար է գործադուլ կազմակերպել, իսկ դա մշտապես օգտագործվում է գործադուլ իրականացնելու նախաձեռնություն ունեցող քաղաքացիների դեմ, որովհետև իրենց անմիջապես ասում են, որ գիտեք ինչ դուք իրավունք չունեք գործադուլ իրականացնելու, որովհետև այս պահանջները չեք պահպանել, իսկ դրանք պահանջներ են, որոնք իրապես անչափ խիստ են։ Ես հարցը վերջերս քննարկել եմ նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որովհետև մենք նախաձեռնել ենք նաև նրանց հետ շատ կարևոր համագործակցություն ու նաև նշեմ, որ ինչպես նշեցի, մեր այս տարվա առաջնահերթություններից է լինելու այդ թվում եւ հիմա էլ կա գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունը, մենք նոր հասարակական խորհուրդ ենք ձևավորել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, որը շուտով իր գործունեությունն է սկսելու եւ նաեւ այս կազմակերպություններն են մեր խորհրդի անդամ, սրա նպատակն է, որ այս խնդիրները ոչ միայն այսպես ներքին քննարկումների ընթացքում բարձրաձայնվեն, այլ հրապարակային բարձրաձայնվեն ու դրանց լուծումներ տրվեն շատ արագ, որովհետև իրապես դա շատ կարևոր է եւ իհարկե դուք էլ ճիշտ նշեցիք, Արհմիությունները Հայաստանում միանշանակ պետք է զորանան, զարգանան եւ նաեւ մարդկանց իրազեկվածությունը պետք է մեծանա, հա, այս աշխատանքային իրավունքների, գործադուլի իրավունքի հետ կապված, որովհետեւ երբեմն մարդիկ իրոք աշխատում են անմարդկային պայմաններում, բայց նույնիսկ իրենց էլ որ հարցնեք, իրենց թվում է, որ դա նորմալ է, բայց այդ պայմաններն այնպիսին են, որ նույնիսկ անվտանգության այն ամենամինիմալ նվազագույն չափանիշներին չեն համապատասխանում, հետեւաբար այս առումով թե պետք է իրազեկվածությունը բարձրանա, թե պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի երաշխավորի այս իրավունքները, դրա հետ մեկտեղ պետությունը պետք է պատշաճ վերահսկողական մեխանիզմներ կիրառի, որպեսզի հնարավոր լինի ապահովել սա։
Ատելության խոսքի առումով միանշանակ այո, նախընտրական եւ ընտրական գործընթացների ժամանակահատվածում սա մեր տիպի հասարակություններում շատ մեծ ծավալ է ստանում եւ հիմնական պատճառը դարձյալ գիտելիքի եւ իրազեկվածության պակասն է այս երևույթների հետ կապված, որովհետեւ ես վստահ եմ ուղղակի, որ մարդկանց մեծ մասը, ովքեր օգտագործում են ոչ զգայուն ձևակերպումներ, իրենք պարզապես տեղեկացված չեն այն մասին, որ օրինակ այդ ձևակերպումը խնդրահարույց է այս կամ այն խմբի հետ կապված տարբեր հարցադրումների դիտանկյունից իհարկե տարբեր շահարկումներ մշտապես կարող են լինել, բայց եթե դրանք իրենց մեջ չեն պարունակում ոչ իրավաչափած ձևակերպումներ, բնականաբար որևէ կարգավիճակը, որևէ մեկից չի տալիս հնարավորություն ոչ իրավաչափ արարք կատարելու, բայց այդ հանգամանքն էլ որևէ այլ խմբի հնարավորություն չի տալիս կամ դերակատարների ատելության խոսք կամ խտրական խոսք օգտագործելու, որովհետև ամբողջ առանձնահատկությունը խտրական կամ ատելության խոսքի այն է, որ անկախ նրանից թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել, ով ինչ է արել եւ այլն, դու պարզապես իրավունք չունես այդ խոսքի տեսակն օգտագործելու, որովհետեւ դա իրավաչափ խոսքի տեսակ չէ, անկախ մնացել այլ հանգամանքներից։ Էթնիկ խմբերի մասով ես ինքս եմ բազմիցս դրա մասին խոսել եւ դա բազմաթիվ դեպքերում հենց առիթ է եղել այդ թվում իմ թիրախավորման, որովհետեւ դարձյալ Հայաստանում ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում էթնիկ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսք, բազմաթիվ ձևակերպումներ են օգտագործվում անընդհատ ձևաչափով տարբեր դերակատարների կողմից, որոնք միանշանակ իրենց մեջ պարունակում են այո էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսք, նույն ձեր նշած օրինակ բոշա ձևակերպումը, քուրդ, եզդի, թուրք, մի շարք այլ ձևակերպումներ, որոնք նորից եմ կրկնում քաղաքացիների եւ մնացյալ այլ բոլոր դերակատարների համար հարգելիներս այս ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը ոչ միայն արգելված է, այլ նաեւ մեր պետությանը շատ մեծ վնաս է տալիս, որովհետեւ մենք հայտնվում ենք տարբեր միջազգային զեկույցներով, օրինակ որպես ռասիստական խոսքի տարածվածություն ունեցող պետություն կամ հասարակություն, որը միանշանակ որևէ մեկիս օգուտ չի բերում, հետեւաբար թե բոլոր քաղաքական դերակատարները, թե այլ դերակատարները, թե մեր կրթության համակարգի պատասխանատուները պետք է շատ լուրջ ջանքեր գործադրեն այս ամենը վերացնելու համար առաջին հերթին բնականաբար կրթության միջոցով, բայց մենք բոլորս էլ այս ամենին հակազդելու միջոցով, հետեւաբար սա նույնիսկ այսպես քննարկման ենթակա հանգամանք չէ, ավելին պիտի նշեմ, եթե մի շարք երկրներում օրինակ երբ մեր տիպի ազգային հաստատությունները խնդիրներ են պետության հետ կապված ներկայացնում, իրենց խնդրում են օրինակ բերել, շատ երկար է տևում մինչև իրենք կարող են օրինակ գտնել, մեզանից նույնիսկ օրինակներ չեն ուզում, որովհետև մեր հրապարակային աղբյուրները ուսումնասիրում ես բոլոր հնարավոր դերակատարների, մասնագիտական համայնքների բոլորի կողմից սա օգտագործվում է եւ միանգամից մարդիկ հանում եւ մեր մասին պատկերացումները նկատի ունեցեք սրա մասով շատ սխալ են լինում նաեւ միջազգային հանրության համատեքստում Ինչ վերաբերում է ձեր նշած դեպքերին տելեգրամյան ալիքների հետ կապված, ես անկեղծ չգիտեմ, որ ալիքների մասին եք հիմա խոսում, իհարկե ուրախ կլինեմ, եթե դրանք տրամադրեք, մենք էլ կծանոթանանք, կհասկանանք ինչ լիազորություններ ունենք այդ կոնտեքստում, բայց պետք է նշեմ, որ ընդհանրական տերմին օգտագործեմ եւ ճակերտներում բուլինգը բոլոր հնարավոր խմբերի նկատմամբ այսօր դա Հայաստանում դարձել է շատ սովորական երևույթ եւ մեր նաեւ հանրային դաշտն է նրան ուղում, որ սա շատ նորմալ է, մարդիկ չեն հասկանում, որ սա խնդրահարույց է, ու այո, պետք է նշեմ, որ գրեթե բոլոր դեպքերում, այդ թվում հանրային դերակատարների նկատմամբ այդ դեպքերը կազմակերպված են եւ եթե մի փոքր ուսումնասիրություն ես իրականացնում, ակնհայտ նաեւ տարբեր երևույթների կազմակերպիչներն են, հա, ի հայտ գալիս, հետեւաբար այո, միանշանակ պետք է սրա դեմ պայքարել, կարծում եմ հետո կարող ենք փոխանակվել այդ տվյալներով եւ միանշանակ մենք էլ կհասկանանք, թե ինչ լիազորություններ կարող ենք իրացնել։ Շնորհակալ